Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Վաչե եւ Թամար Մանուկյան մատենադարանում տեղի ունեցավ Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանի մամլո ասուլիսը։ Լրագրողների հետ հանդիպումը մեկնարկեց տերունական աղոթքով։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, հայր մեր Ասուլիսին նախորդել էին Արշակ Սրբազանին վերագրվող անձնական բնույթի տեսանյութերի տարածումը համացանցում, մի քանի եպիսկոպոսի հրապարակային հայտարարությունը, որոշ պատարակների ժամանակ հայոց հայրապետի անունը չհիշատակելը։ Ինձ ուղված հեռանալու պահանջը, իմ ծառայությունը կասեցնելու պահանջը կապված է տեսագրությունների հետ, որոնք հրապարակվեցին։ Ուրեմն տեսեք, քանի որ դա տեսագրությունների հետ ուղղակիորեն առնչված է, ես ձեզ ասեմ։ Ուրեմն ես ձեզ 4 հանգամանք կարող եմ նշել, տեսագրությունները, որոնք շրջանառվել են, ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի ստանձնել։ Անգամ քննչական կոմիտեն, որ այսպես ասած բարյացակամորեն է տրամադրված մեր նկատմամբ, քննչական կոմիտեն ընդունում է, որ դրանք ապօրինի ինչ-որ տեսագրություններ են։ Ոչ ոք չկա, որ ասի, որ այո, այդ տեսագրությունները մենք ենք արել, մենք ենք պատրաստել, մենք ենք հորինել, չկա անտեր ինչ-որ տեսագրությունը, անտեր ինչ-որ առարկա է։ Եվ եթե մի բան անտեր է, որոշակիորեն տուժում է նաև դրա արժանահավատությունը։ Ոչ ոք չկա, որ ասի, այո, սա արել ենք, սա իրական է եւ այլ եւ այլ։ Երկրորդը, չկա այս գործով որևէ անձ, որը որ ասի, այո, դա այդպես է։ Ամենայն դեպս շոշափվող անձանց շրջանակի մեջ։ Այնտեղ շոշափվում է իմ անձը եւ իմ ընտանիքի անդամների անունները։ Չկա անձ, որը որ հաստատի, որ դա այդպես է։ Երրորդը, որ ավելի հիմնավոր փաստարկ է։ Ուրեմն դուք գիտեք, թե եկեղեցականների շուրջ ինչպիսի արշավ է իրականացվում։ Եվ գիտեք, որ հատկապես որ եկեղեցականների շուրջ։ Դուք էլ չէ, եւ ես էլ համոզված էինք, որ եթե ես զմայլված լինեի Նիկոլ Փաշինյանով, բացարձակապես որևէ քննադատության, որևէ թթու խոսքի չէի արժանանալու։ Ուրեմն հետևաբար այս երևույթը ունի շատ կոնկրետ քաղաքական ուղղվածություն, քաղաքական ենթատեքստ։ Չորրորդը, որ կրկին այս իմ երրորդ ասացի շարունակությունն է։ Ուրեմն քննչական կոմիտեն գործ է հարուցել հայտնի իրազեկվածի հաղորդման հիման վրա եւ քննչական կոմիտեում քննվել է, ես հրավիրվել եմ հարցազրույցի։ Ես հանդիպման։ Ուրեմն երբ որ ես հանդիպեցի այնտեղ, ինձ ասացին, որ կան նախաքննական գաղտնիքներ, որոնք պետք չի բացահայտել եւ այլն, եւ դուք պետք է պարտավորված լինեք այդ նախաքննության գաղտնիքները չբացահայտել։ Ես ասացի շատ լավ։ Իսկ այդ արգելքը վերաբերում է միայն ինձ, թե նաեւ ձեզ։ Ուրեմն պարզվեց, այդ արգելքի տակ գտնվում եմ միայն ես։ Բայց հանկարծ պարզվում է, որ այդ նախաքննական գաղտնիքը կարող է հայտնվել 3-րդ, 4-րդ անձանց ձեռքը։ Իհարկե ես դրանից էլ չեմ նեղսրտում, ոչ էլ դրանից էլ որևէ երկյուղ ունեմ։ Ուրեմն մեկ օրվա մեջ նշանակում է փորձաքննություն, եւ մեկ օրվա մեջ փորձաքննության արդյունքները փոխանցվում է այդ քննության հետ կապ չունեցող անձին։ Փորձաքննությունը նշանակվել է քննչական կոմիտեի կողմից եւ փոխանցվել է մեր եպիսկոպոսներից մեկին։ Ենթադրաբար ես այդպես գիտեմ, որովհետեւ այդ փորձաքննության արդյունքը համենայն դեպս հրապարակվեց, որ մեր եպիսկոպոսներից մեկին։ Ընթացակարգերով հետևյալն է. երբ որ փորձաքննություն ես ուզում օբյեկտիվ պատրաստել, պետք է ներգրավել այն անձին, ով ներգրաված է այդ հարցում։ Գետ մենք հնարավորություն պիտի ունենայինք հարցադրումները կազմությանը ինքներս մասնակցել, բացարձակապես նման երևույթ չի եղել։ Երկրորդը, եթե անգամ փորձաքննություն ա լինում, Արսենը շատ լավ նշել էր, փորձաքննություններ են եղել, որոնք տևել են 8 ամիս։ Եվ մեկ օրում հանկարծ պարզվում է, որ այդ անձը, որը որ պատկերված է տեսագրության մեջ, իբրև թե ես եմ։ Այնինչ ես իրենց միանշանակ հայտարարել եմ, սիրելիներս, այս գործը եթե հարուցում եք, պետք է հարուցեք ոչ թե իմ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հիմքով,
այլ իմ նկատմամբ թշնամանք եւ ատելություն սերմանելու հիմքով։ Իմ անձնական կյանքի գաղտնիքը խախտված չէ։ Ինչ վերաբերում է մեր եկեղեցականներին, ովքեր հայտարարություններ են արել, արդյոք նրանց նկատմամբ շանտաժ կիրառվել է, թե ոչ։ Անկեղծ ասած, ես չգիտեմ։ Բայց ցանկացած սցենարի դեպքում նման կեցվածք որդեգրելը ուղղակի դավաճանություն է։ Իսկ կանոնական լեզվով ասած, դա նաև հերձված է։ Հերձվածողության դասական օրինակ։ Մեզ երբեմն թվում է, որ պատարագի ժամանակ կաթողիկոսի անվան հիշատակությունը պարզ մի պատարագի հատվածի զեղչում է։ Բայց դա միայն առաջին հայացքից, դա ընդամենը պատարագի ինչ-որ հատվածի զեղչում չէ։ Դա ժխտումն է նվիրապետական կարգի, դա ժխտումն է եկեղեցական իշխանության, դա ժխտում է սեփական պատկանելության, դա նշանակում է դու եկեղեցու պատկանելությունից քեզ դուրս ես դնում, նշանակում է առանձին կրոնական հաստատություն, կրոնական ուղղություն հիմնելու հայտ ես ներկայացնում։ Գիտեք, կաթողիկոսը ոչ մի հնարավորություն չունի հեռանալու։ Ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ կաթողիկոսը պետք է հեռանա։ Կաթողիկոսը չի կարող հեռանալ միայն այն պատճառով, որ ինչ որ շրջանակներ, այդ թվում նաև կասկածելի շրջանակներ, որոնց եկեղեցու պատկանելությունը խիստ տարակուսելու է, այդպիսի օրակարգ են առաջ մղել։ Չի կարող հեռանալ նաև այն դեպքում, եթե այդպիսի պահանջ են դրել եպիսկոպոսներ, 10 եպիսկոպոսներ։ Կաթողիկոսին ընտրում է ազգային եկեղեցական ժողովը։ Եվ ազգային եկեղեցական ժողովի որոշումից դուրս կաթողիկոսի ցանկացած նման որոշում, որի ինքը պետք է հեռանա, դա ավելին չի լինի, քան դասալքությունը։ Կաթողիկոսը չի կարող հեռանալ, եւ կաթողիկոսը ինքը բազմաթիվ անգամներ այդ մասին նշել է, եւ ես վստահ եմ, որ կաթողիկոսի կողմից այդպիսի որոշում չի կայացվի, չի կարող կայացվել։ Կաթողիկոսը ունի եկեղեցու եւ եկեղեցուն պատկանելության բարձր, չափազանց բարձր գիտակցություն։